Փաշինյանին, ինչ կասեք նրան, ինչ հարց կբարձրացնեք։ Ես իր հետ առանձնազրույց կուզեմ ունենալ։ Ես իրեն ձայն չեմ տվել, ոչ 2018-ին, ոչ դրանից հետո, ոչ մի տարի ես իրեն ձայն չեմ տվել, որտեվ գիտեմ, որ ինքը չի կարող եկավ եւ ցավոք սրտի իմ ենթադրությունները բոլորը ապացուցվեցին։ Ես կուզեմ իր հետ առանձին զրույց ունենալ, ասելու համար այն, ինչ որ հիմա հրապարակավ եմ ասում։ Ոչ մի ատելության խոսք չկա իմ մեջ իր նկատմամբ։ Միայն ես տեսնում եմ, չի կարողանում ղեկավարել։ Չի կարողանում ղեկավարել իր թիմը, որոնցով եկել է հրապարակ եւ կառավարում է, նրանք չեն կարողանում ղեկավարել։ Մշակույթը կործանվեց, կրթությունը կործանվեց, բոլոր ոլորտներում քայքայման process-ներ են, չեն կարողանում ղեկավարել։ Եթե չես կարող ղեկավարել, հեռացիր խաղը, այս է իմ խնդրանքը իրեն։ Հեռացիր խաղը եւ այդ դեպքում այնքան տաղանդավոր մարդիկ կան։ Ես ամբողջ օրը գյուղերում եմ եւ ամենուր տեսնում եմ շատ տաղանդավոր մարդկանց քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, ամենուր ես տեսնում եմ այդ մարդկանց։ Եվ այդ պատճառով էլ իմ միակ խնդրանքը սա է. հեռացիր, թող լավ մարդիկ գան կառավարել։